Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր մի տեսանյութ եմ տեսել Ռուսաստանից, որ ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ ռուսական կողմը կարող է կամ ռուսական որևէ չինովնիկ կարող է նման տեսանյութ թողարկել։ Ուրեմն անունը Իգոր Կոտուրչենկո, ինքը լրագրող է եւ վայրենի էքսպերտ։ Ինչ է ասում Իգորը։ Որ գիտեք, Պարզում է Քոչարյանը ինչ ահավոր մարդ է եղել, ինչ բանը, վատ բաներ արել Հայաստանի հանդեպ, կոռուպցիա, այնտեղ տնտեսության քայքայում, այնտեղ ու սենց թվարկում է, թե ինչեր չկան վատն եղել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար։ Ինքը թվարկում է, ես սկսում եմ սառել տեղում։ Ուրեմն այն օրվանից, երբ որ Ռոբերտ Քոչարյանը իր մեսիան ավարտեց Հեյդար Ալիևի ձեռքի տակ աշխատելուց, որտեղ Հեյդար Ալիևն էր ասում, որ Ռոբերտ Քոչարյանը իմ կադրն է, ինչ կադր եմ պատրաստել։ Ու 94 թվականի պատերազմից հետո վերբովկա եղավ նաև Մոսկվայի կողմից, սկսվեց մի հատ շրջան, որը կարելի է համարել մեր պարտության սկիզբը, 94 թվականի, երբ որ արդեն հաղթել էին պատերազմում։ Ճիշտն ասած, ես ուրիշ վերաբերմունք ունեմ մի քիչ Ղարաբաղյան պատերազմի նկատմամբ, բայց ամեն դեպքում կարևորը դա չի։ Այն ժամանակ, երբ որ սպանվեց Արթուր Մկրտչյանը Ղարաբաղում նախագահ եկավ Ռոբերտ Քոչարյանը, ու բնական է դա կապված էր մեկը մյուսի հետ։ Եվ ստեղծվեց Ղարաբաղյան կլանը, սկսեց մաքրել դաշտը Ղարաբաղյան կլանում։ Եվ այդտեղ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղ մտավ Ռուսաստանը։ Ես դրա մասին նախորդ կնեք տեսանյութում եմ ասել, բայց կրկնեմ ուղղակի։ Հայաստանը Ղարաբաղը չի պատկանել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, այդ 30 տարին։ Ղարաբաղը պատկանել է Մոսկվային, եւ դրա համար Ղարաբաղի նախագահն դարձել է Ռոբերտ Քոչարյանը Արթուր Մկրտչյանի սպանությունից հետո։ Ընդհանրապես այսպես է, երբ որ չբացահայտված սպանություն են լինում, այդ ամեն ինչի հետո կանացապարով պաշտոնական ուժերն են կանգնած։ Եվ ստեղծվեց Ղարաբաղյան կլանը, Մոսկվան մտավ Ղարաբաղ։ Բոլոր այդ սպանությունները, որ կատարվել է, Արթուր Մկրտչյանից սկսած մինչև Մոնթեն, մինչև տղաները Մեղրյան եւ մնացած տղաները, որ երևի չգիտեմ շատերի, այդ բոլորը հրահանգներ են եղել Մոսկվայից, հրամաններ են եկել Մոսկվայից։ Ու գալիս է մի ժամանակ, երբ որ արդեն Ղարաբաղում այդ կլանը իր ճիտկան արել էր, եւ Ղարաբաղյան ռուսական կլանը ղեկավարում էր Ղարաբաղը, պետք էր Հայաստանում ինչ որ ճիտկ անել, դաշտի ճիտկան արել։ Եվ բերվեց Ռոբերտ Քոչարյանը Երևան։ Այնտեղ եղան, գիտեք, 27-ի դեպքերը, մարտի 1-ի դեպքերը, ու եւս որոշակի սպանություններ, որ կատարվել են հիմա բացահայտում արդեն ղարաբաղցիների ձեռքով, եւ որ ցույց ասում էր այդ ինչեր է սրիկայի Երևանը վեկալուց Բաքուն վեկալուց առաջ պետք է Երևանը վերցնենք Զորի Բալայանը։ Ու կատարում էր այդ գրավումը, Երևանի գրավումը։ Այսինքն բոլոր այն դեպքերը, սպանությունները, գույք պարտքի դիմաց, թե Ղարաբաղի սպանությունները, թե Հայաստանի սպանությունները, թե գույքը պարտքի դիմաց, թե մնացած ուժի գործերը, որ մենք առայժմ նաև չգիտենք, այդ ամեն ինչը եղել է Ռուսաստանի կողմից հրահանգված, հրամայված։ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը եղել է մի շարքային տուզիկ, որը հալու հնազանդ իրականացրել է այդ բոլոր հրահանգները։ Դրա փոխարեն ասել են Հայաստանը քոննա, ծախի, հարստացի, ոնց որ ուզում ես։ Բայց եթե հանկարծ չանես, դու մեր ձեռքերում ես, մենք ես փուրը գտանք։ Ու հիմա Ռուսաստանը այդ Իգորի Կորոչենկո ինչ խոսքով, այդ Իգորի ձեռքով հասկացնել է տալիս, որ կարող Քոչարյանին փուրը տան, հրամից են։ Դրա համար նման վիդեոներ են որ Քոչարյանն այդքան վատ կառավարիչ եղել, մենք չենք իմացել։ Այնիշ բոլոր հրահանգները եկել են Մոսկվայից, որտեղ Քոչարյանը ներկայացրել է Ղարաբաղյան կլան մաֆիոզ գրուպան ու հալու հլազատ կատարել հրամանները, ինչ որ եկել է Մոսկվայից, մինչև հիմա։ Եվ երկրորդ երեսը կա այս տեսանյութի, որը Մոսկվան ուզում է հասկացնել հայերի, որ մենք ձեր կողմից ենք, այդ Քոչարյանը ինքը վատն է, ինքը վատ բան է, բայց մենք ձեր կողմից ենք, մի գնացեք մեզանից։ Այսինքն ինչ որ Ռուսաստանը սովորաբար անում է կարևոր չէ հայերի նկատմամբ, ադրբեջանցիների թե մյուս ազգի, իրանք օգտագործում են, իրանք քեզ չաղացնում են, հետո օգտագործում են, եթե չես օգտագործում կամ հաջողության չես հասնում, քեզ
փչացնում են։ Հիմա այդ փչացման process-ը սկսել է Քոչարյանով ու ամսի 7-ից հետո կավարտի նաև Տաշիր Սամոյով։ Ընդհանրապես Ռուսաստանը ինքը կլանային օլիգարխների ձեռքին է եւ իր գործիքը օլիգարխներն են, կլաններն են, ինչ որ կատարվեց Ղարաբաղում ու Հայաստանում։ Եվ հիմա Ռուսը ասում է, որ հասկացնում է, որ չէ, Հայաստան մենք դες շատ ենք հարգում, բայց Ռոբերտ Քոչարյանը, բայց մենք ասում եմ, այդ ինչ աստիճան լկտի գծուց պահված կա Ռուսաստան։ Այս Ռուսաստան ասելով ես Կրեմլն եմ հասկանում, ժողովրդին չէ։ Ես բավական լավ եմ վերաբերում ժողովրդին, ընկերներուն եմ այստեղ Միացյալ Նահանգներում։ Եվ հետո ռուսերեն հարգում են մենակ նրա համար, որ ամենակիչը նրա համար, որ գոնե իրանք Անդրեյ Տարկովսկին ունեցել, որը լքել է կոմունիստական Ռուսաստանը ու իմ կարծիքով սպանել է ԿԳԲ-ի կողմից։ Այդ հիվանդությունները, որ իրավունք առաջացել են հակարծակի ու շատ արագ սպանել են իրան, դա ԿԳԲ-ի գործն է։ Ինչևից է։ Հիմա փորձում են մեզ հասկացնել, որ մենք որևէ բան կապ չունենք Քոչարյանի հետ, ինքը եթե վատն եղել, ինքը իրանով վատը։ Ոչ, բոլոր սպանությունների, գործողությունների ետևում կանգնած է ռուսական ռանգը։ Ես այդպես եմ կարծում։ Ու հիմա իրանք փորձում են մեզ սիրաշահել, ուշա։ Մենք գիտենք դուք ով եք։ Լավ մնացեք։